Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռայվիոն է, զրուցակիցս մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է, բարև ձեզ պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ, հայոց բանակը Հայաստանի բանակով, գործող սահմանադրությունը նոր սահմանադրությամբ, Հայաստանի երրորդ հանրապետությունը չորրորդ հանրապետությունով փոխարինելու մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցը տվեց այս անգամ բրիտանական լրատվամիջոցին եւ շատ ուղիղ ասաց, որ Ադրբեջանը հրաժարվում է ձեռք բերած պայմանավորվածություններից եւ իր ձեռք բերած պայմանավորվածությունները եթե չի ճանաչում, պետք է այդ մասին հրապարակային հայտարարի։ Պարոն Քոչարյան, ձեզ համար հասկանալի է, եթե Ադրբեջանը իր պայմանավորվածությունները չի կատարում, այդ դեպքում ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմից 5 պակաս վիճակում գտնվող երկրի ղեկավար է։ Մենք մեր հասարակությանը պատերազմի ենք պատրաստում, թե տարբեր թեմաներով շեղում ենք մեր հասարակության ուշադրությունը։ Նիկոլ Փաշինյանը մեզ պատրաստում է ոչ թե պատերազմի, այլ պարտության։ Հիմա դա կլինի պատերազմի միջոցով թե հոժարակամ, այսինքն Ադրբեջանի սպառնալիքների ներքո հերթական զիջումներով, դա այլ հարց է, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը կատարում է իր առջև դրած պարտավորական օրակարգը եւ կարող եմ ասել փայլուն է կատարում, սա արդեն բոլորիս համար բացահայտ է եւ եթե ամեն անգամ ինչ որ մարդիկ փորձում են մտածել, որ դա ինչ որ մանևրելու տակտիկա է, ինչ որ փոքր զիջումներով մեծ արդյունքի հասնելու տակտիկա, ոչ, սա կոնկրետ պարտավորականություն է եւ ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմում մենք անդադ նահանջում ենք, հա, նույնն էլ այստեղ արտաքին քաղաքականության մենք անդադ նահանջում ենք, որևէ տեղ մենք քայլ առաջ չենք արել եւ դա ելի եմ ասում, դա Փաշինյանի օրակարգն է, այլ օրակարգ ինքը չունի։ Տեսեք, հայոց պատմություն, Հայաստանի պատմություն, հա, ճիշտ նկատեցիք, բայց Հայաստանի պատմությունով չի վերջանալու։ Հայ բառը պետք է դուրս գա, այսինքն որոշ ժամանակ անց ընդունել են, որ սա Արմենիա է, հա, աշխարհի ազգայինորեն ընդունված անվանումով եւ արդեն կլինի Արմենիայի պատմություն եւ այլն։ Հետո էլի ինչ որ մի բան կմտածեմ, ինչեւ դառնա Արևմտյան Ադրբեջանի պատմությունը, այսինքն վերջնակետը երևում է, բայց դրան հասնելու համար պետք է սկզբից հայոցից հրաժարվել, հետո Հայաստանից կհրաժարվի, հետո Արմենիայից կհրաժարվի, հետո կգա կհասնի այն նպատակին, երբ որ մեր պետությունը գոյություն չի ունենա։ Դրա համար եթե մենք հասկանում ենք ուր է տանում իր քաղաքականությունը, նույնիսկ իր հարցազրույցները արդեն պետք չի լսել։ Ալիևի խորհրդական Ամիր Բեկովներ հարցազրույց տվել եւ ասել, որ իրենք խնդիր են տեսնում եւ պահանջում են, որպեսզի Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքի ցանվի այն, որ Արցախը եղել է պատմական Հայաստանի անբաժանելի մաս։ Իդեպ Ազատություն ռադիոկայանը փորձել էր նույն ԱԳՆ-ից պարզաբանում ստանալ։ Հրաժարվել էին ԱԳՆ-ից պատասխան տալ։ Նույն ադրբեջանական լրատվամիջոցները այս օրերին ուղղակի դժգոհություն են հայտնում առ այն, որ Հայաստանի դիմադիր պատգամավորները կարողացել են գնալ ԱԳՆ եւ կարդալ խաղաղության պայմանագրի տարբերակը։ Պարոն Քոչարյան, եկեք չհամաձայնենք այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է խաբել եւ մանիպուլացնել ողջ հայ ժողովրդին։ Եթե նրա մի մասին է կարողանում ընդամենը, ապա այն մյուս մասը ինչ է անում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը ինչ թեզ առաջ բրդում վերջի մի քանի ամիսները, այն ինչ որ Ադրբեջանի Թուրքիայի սրտով չի, մենք այդ ամենից պետք է հրաժարվենք։ Հիմա Ամիր Բեկովն էլ, Հաջիևն էլ, Իլհամ Ալիևն էլ տարբեր պրետենզիաներ ունեն Հայաստանի հայ ժողովրդի հանդեպ եւ մեր պետականության, այսպես ասենք, ինքը իրենց պահանջները կատարում է։ Վաղը շատ հավանական է Ամիր Բեկովը պահանջի, որ Արադ Միրզոյանը իր անունը փոխի, հա, լավագույն տարբերակով Արագած Միրզոյան կդառնա, հատագույն տարբերակով Ագրիդակ Միրզոյան կդառնա, որ շատ հավանական է, որ փոխի, հա։ Ինչի, որովհետև այս մարդիկ բացի իրենց սեփական կաշին, այսպես ասենք, պահպանելու, այլ որևէ բանի ընդունակ չեն եւ այլ որևէ դիմադրողականություն, տեսեք, մեկի եղբոր կնոջն են կալանավորում, ինքը շատ հանգիստ հետո գնում իրանց հետ շփվում է, նախագահում է, ես իմիջիայլ նիստերի եմ մասնակցում եւ այլն, այսինքն այս մարդկանց համար որևէ սրբություն բացի իշխանությունից չկա եւ իհարկե պահանջները կատարելու են, այդքան են կատարելու, մինչեւ մի օր կարող է ասեն, որ Փաշինյանը պետք է քթի մեջ պիրսինգ անի, հա, որովհետեւ իրենք տենց են ուզում։ Մյուսը կասեն, որ
Երևանի բոլոր փողոցները պետք է վերանվանվեն։ Այն մյուսը կասի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պետք է մի հատ մզկիթի վերածել, հա, այսինքն քանի դեռ իրենք ասում են եւ քանի որ Փաշինյանի զինանոցում միայն այդ թեզն է, որ ինչը իրենց այսպես ասենք գրգռում եւ ջղայնացնում ենք նրանց պետք է հրաժարվենք, մենք պետք է դա զիջենք։ Այս վտանգավոր թեզով Փաշինյանը Պանդորայի արկղ է բացել այն առումով, որ կարմիր գիծ այլևս չկա, այլևս Ադրբեջանը ինչ ուզի կարող է պահանջի, մենք 29-ին 800-ը պահելու են։ Շաբաթօրը Արագածոտնի մարզում էր հերթական ԿՊԱ-ական հավաքն էր եւ հստակ ասում է Ալմատիի հռչակագրով 29-ին 800-ը պետք է պահել։ 29-ին 800-ը ինքը արդեն չի պահել, որովհետեւ տարբեր հաշվարկներով ներկապային Հայաստանը վերահսկում է 29-300, 29-400, հա, Ջերմուկ, Վարդենիս, Գորիսի կողմերը եւ այլն, այնտեղ կորված տարածքներ կան, ու դրա հետ զուգահեռ ինքը երեք ասում է, որ մենք երբևէ այսքան ուժեղ բանակ չենք ունեցել, ես իմ տենց ռազմականացված չենք եղել, այդքան բան ենք արել, դե այդքան բան արել ես հետ վերցրա Հայաստանի հողերը վերցրա, ինչի մասն է։ Չի գնակռվով հետ վերցնի, սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով է աշխատում։ Ադրբեջանն ասում է, ես ոչ մի բան չեմ սահմանագծելու, չեմ սահմանազատելու, ու թարապես ես այնտեղ կանգնած եմ, որովհետև ես այնտեղից հետո եմ ձեր շարժին։ Իշխանությունն էլ ասում է, ով է ասում, որ Ադրբեջանի ինչ ասեց, պետք է լինի սա միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը։ Եթե քեզ խելոք չպայես, ավելի շատ տարածք կմտնեմ։ Իլհամ Ալիևի բառացի խոսքերն եմ ես կրկնում, որի վրա այլ արժանի պատասխան չի եղել։ Եվ տեսեք, Փաշինյանի տակտիկաներից մեկը, որպեսզի շատ մի անգամ զիջողական չերևա, փորձում է այսպիսի բաներ բազմաթիվ անգամներ արել ենք, հա, կանգնի ասի բան, Արցախը Հայաստանը եւ վերջ, հա, հետո դրա վրա այս խոսքերով Սադրի պատերազմ, Սադրի հետո կանգնի մի տարի չէ Արցախի մասին սեպտեմբերի 2-ին, չգիտես ինչի 2023 թվականին շնորհավոր է Արցախի անկախությունը, հա, դրանով արդեն լեգիտիմացնելով Ալիևին հերթական քայլը կատարել։ Այսինքն այնտեղ որտեղ ինքը կարող է զիջել առանց Ադրբեջանի սպառնալիքների, հա, ինքը զիջում, այնտեղ որ ինքը տեսնում է, որ անպայման պետք է որ Ադրբեջանը ինչ որ բան սպառնա կամ Ադրբեջանը հարձակվի, ինքը ստեղծում է անպատասխան իրավիճակի վերջո Էլ եմ ասում, մենք այն մարդիկ, ովքեր հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հայկականության, պետականության, ազգապահպանության որևէ բան չունի, այն որ Փաշինյանը այլ երկրի քաղաքականություն է այստեղ անցկացնում, մեզ համար շատ հեշտ է։ Ես չեմ զարմանում, ոչ հիասթափվում եմ, ոչ ինչ-որ վատանում, որովհետև ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ասեց, եթե մարդը լիներ թուրքական ագենտ, ինքը իրեն կպայր հենց այսպես, հա, եւ եթե մենք գալիս ենք այդ մտքի, արդեն որևէ զարմանալի բան չկա, որ Արցախը հանձնում է սալյուտ են խփում, հա, որովհետեւ ուրախացել են, իրանք Արցախը հանձնել են Ադրբեջանին, իրենց եղբայրներին։ Հիմա իրենց թեզերին եկեք կանդրադառնանք, դուք ասում եք թուրքական ագենտ, Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումն եք մեջբերում, իշխանությունն ինչ ասում է, պետք է դառնանք այլևս իրատես։ Եթե մենք տեսնում ենք, որ Արցախը Ադրբեջանինն է, հիմա այս պահի դրությամբ, մեր անկախության հռչակագրում օրինակ ինչ գործ ունի Արցախի հետ վերամիավորման դրույթ։ Իրենք իհարկե Արցախ չեն ասում, օգտագործում են Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը։ Հիմա սա իրատեսության դաշտում է, թե ոչ։ Եթե պահում ենք, ունենում ենք պատերազմ։ Եթե պահում ենք Արցախի վերաբերյալ որևէ նշում, օրերս ազգային ժողովում ասած չենք ունենում խաղաղության պայմանագիր։ Այդ դեպքում նշանակում է Հայաստանը պերմանենտ պատերազմների մեջ պահել ուղղակի։ Եթե ջերմուկի կողմերը 140 կիլոմետր չկա, եկեք արդեն հաշտենք այդ մտքի հետ, որ չկա, փորձենք այն մնացածը պահենք։ Հայ տրամաբանությունն է, իր մոտ երաշխում, հա, շատ քիչ ազգեր կան եւ շատ քիչ պետություններ կան, ում սահմանադրության մեջ կամ պետականաստեղծ փաստաթղթերի մեջ չկա որևէ իղծ, հա, շատ քիչ պետություններ կան։ Ասում եմ մերը կա, բայց իրատեսական չի։ Հիմա իրեն օրը հարցում են ինչ է դա։ Սեն Կորեայից վերամիավորվի, չգիտեմ, Ուկրաինան ինչ որ մի այլ բան է ուզում վերցնել, Ռուսաստանը ինչ որ այլ նպատակներ ունի, ԱՄՆ-ն փոքր երկրներ, Սերբիան, չգիտեմ, Ալբանիան, Կոսովոն, այսինքն յուրաքանչյուր երկիր ինչ որ բանի ձգտում է եւ այո ինչ որ պատմական բաներ ունի, հարցեր ունի իր մեջ եւ սա շատ սխալ մոտեցում է, ինչին իրատեսան ես, դու անընդհատ ինչ որ բաներ զիջել ես եւ չես կանգնում։ Մենք ասում ենք բարձում գնացել ենք տներով մարդկանց, ընդ բոլորը խաղաղության կենաց են խմել, մենք չենք վայմել, որ բան, պետք է Ղարաբաղ գտնենք, որ խաղաղ ապրենք։ Այսինքն, ել եմ ասում, վաղը Սյունիքն են ուզելու,
Գեղարքունիքն են ուզելու։ Դրա համար ինքը զինում է հայոց բանակը եւ ինչի համար է զինում, եթե բան։ Մինչ հիմա այդ զինված հայոց բանակը չի կարողանում Հայաստանի Հանրապետության տարածքը պահպանելու համար։ Իր տարածքը վերականգնի գոնե բերի այն մասի, որը կա, չէ, բոլոր բաները ինքն ունի Նիկոլ Փաշինյանը հնարավորությունները նույն ջերմուկում վերականգնի ստատուս կոն, այսինքն 29840 կիլոմետրը։ Բայց էլ եմ ասում, այս հեքիաթները ինքը երևի ԿՊ համար է պատմում, այս հեքիաթներին ոչ մեկ բացի իր ԿՊ-ականին չի հավատում, ոչ Ալիևն է հավատում, ոչ Էրդողանն է հավատում, ոչ Մոսկվայում են հավատում, ոչ Վաշինգտոնում, ոչ էլ Եվրոպայում։ Վարդենիստիներն էլ չեն հավատում հիմա այս պահին, երբ իրականացնում ենք նկարահանում, այնտեղ բողոքի ակցիա, որովհետև անձնագրային բաժանումն է։ Գիտեք, մեր ժողովուրդը երբ որ հասկանա, եւ դա վերջապես պետք է ինքը հասկանա, որ բոլոր հարցերը լուծում են Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքում, ոչ թե մարզպետարանի մակարդակով, թաղապետարանի ինչ-որ նախարարություն, կոնկրետ կառավարության շենք, հա։ Եթե նույն Ղարաբաղցիները, որ մինչ հիմա 40+10-ի տակ են մնացել, հա, եւ այլ որևէ գործողություն չեն ուզում անեն, իրենց բոլոր հարցերը կարող են լուծվել մենակ միտեղ։ Դուրս եկեք կառավարության դեմ բողոք արեք, չեմ վախենում եք քաղաքականացնել, գնացեք սոցիալական պահանջները դրեք, բայց ձեզ ոչ մեկ չի նկատում։ Հիմա այն խափել են, ասել են ինչ որ 5 միլիոն բան են տալու, կոմպենսացիա են տալու տների համար։ Հիմա սենց են բերանը փակել, բայց որտեղ բզբզում ես պետական որևէ օղակ, դուք էլ փորձեք, հա, որևէ տեղ այդպիսի բան չկա։ Դե մարդկանց խափել են, ասել են սենց։ Վարդենիստերին կխափեն, մարտունեցիներին կխափեն, գորիսեցիներին կխափեն, անդադ սենց խափել, վել եմ ասում։ Մարդ պետք է հասկանա, որ իր Սառնարյանի դատարկությունը, իր անվտանգության բացակայությունը բոլորը անմիջապես կապ ունեն Հանրապետության հրապարակ մեկ շենքի հետ եւ հիմա Փաշինյանը կարողացել է մարդկանց համոզել, որ այդ անվտանգության բաղադրիչ ինքը կարողանում է պահպանել, դրա համար Հայաստանի սահմաններին չկա դարամասշտաբ ռազմական գործողություններ։ Եվ այն շատ բաներ չեմ ուզում ասեմ, հատկապես հիմա օրենք են ընդունել համապատասխան մարդկանց բերանները փակելու պաշտպանության հետ կապված բանակի իրավիճակի, բայց այն ինչ կատարում է չի ոգևորում, այսպես ասենք, հա։ Զոհերը բանակում ես վերջի բարեոք է բանական իրավիճակը, հա, 2 սպա մի օրվա մեջ, մեկը ինքնասպան լինում, մյուսին սպանում են, հա, որևէ բացահայտում դեռևս չկա ինչի համար է դա եղել, բայց սա հանգիստ մարսվում է եւ նույնիսկ զորամասի որևէ պատասխանատու հրաժարական չի տալիս կամ չի դատում, հա, 15 զինվոր վարվեց, մինչև անհասկանալի է ինչի վարվեց են եւ ով դրա պատասխանատվությունը կրելու, այսինքն իրենք են արդեն ասում, որ մարդիկ երեխաներին բանակ չեն ուղարկում եւ մարդիկ օբյեկտիվ պատճառներ ունեն բանակ չուղարկելու, որտեղ իրենք չեն հասկանում, իրենք բանակ են ուղարկում, հա, կամ Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը ղեկավարած բանակը որն է, հա, տեսել ենք արդեն որն է եւ սա խնդիրներ է առաջացնում եւ սա մենակ մենք չենք տեսնում այս խնդիրները, մեզ այն շատ ավելի լավ տեսնում են եւ մեր ճշնամիները եւ մեր դաշնակիցները եւ Փաշինյանի վերադառնալով ձեր հարցին այս ասասները, այս հեքիաթները, հա, մոլորեցնում են երևի թե իր դեռևս մնացած անկայուն ընտրազանգված են եւ իր ԿՊ-ականին, որոնք վախից, հա, ամեն ինչ պատրաստ են լսել, ընկալել եւ ինչի վախից ԿՊ-ականները, ինչի վախից իրենք շատ լավ գիտեն իրենց ինչ է սպասում, շատ լավ գիտեն եւ որոշակի ջղաձգումներ, որոշակի շարժումներ իրենց մոտ արդեն սկսեցին, հա, այսպես ասած թեթևակի process-ները, հա, իդեմս ենթադրենք Հակոբ Արշակյանը խնդրում է ծափահարել կալանավորված սիներգիի տնօրենին, հա, պետությունը կալանավորել չնայած, հա, Ալեն Սիմոնյանը բան նկար է դնում եղբոր եւ եղբոր կնոջ եւ ԲԴԽ-ի ասում են ղեկավարը Գրիգոր Մինասյանը, արտադրության նախարարը մի 6-7 պատգամավոր լայքում են նկարը, այսինքն ռուսերեն ասած նիմոյ պրոցես, հա, այսինքն այդպես միանում են, հա, եւ տարբեր ճաքերի մասին է սա վկայում։ Ճաք դեռևս չկա, բայց կա հասկացություն, որ այս մարդը մեզ բոլորից տանում է կործանի։ Բայց այդ մարդը կարողանում է նաև բնում խեղդել ցանկացած ճաք, որովհետև ճաքերի մասին 2020-ից հետո է նաև։ Այդ մարդուն իշխանության բերած ուժերն են, հա, կուկլավորներն են, տիկնիկավարներն են, որոնք որ ուժերն են, Արևմուտք թե Ռուսաստան։ Արևմուտքի իհարկե։ Ռուսաստանը ներկայային ուղղակի քաշվել է մի կողմ, հա, եւ ուղղակի նայում է ինչ է լինելու, այսինքն Ռուսաստանի պահվածքը հիմա այդ մուկնկատուի պահվածքն է, նայում է մուկը ուրա վազում, հետա բերում, հետա մուկը էլի վազում, մի հատ էլ հետ բերում է։ Վերջում ինչ է անում։ Ասում այն ինչ վերջում լինի շատ տխուր կլինի, եթե այսպես շարունակեն, ինքը ասում է, մենք Ուկրաինայի հարցով Ռուսաստան դաշնակից չենք։ Չենք, այո։
Ուրեմն տեսեք, Ռուսաստանը պատերազմ է վարում Ուկրաինայի հետ։ Ռուսաստանը քո ռազմավարական դաշնակիցն է։ Դու ասում ես իմ ռազմավարական դաշնակից, այդ գիտեք ոնց է, որ կինը մարդուն ասի, ես հաճախակի քեզ հավատարիմ եմ։ Հա։ Ինչ ես իմ վրա ջղայնանում։ Այսինքն ի՞նչ է նշանակում մենք թշնամի ենք Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում։ Այսինքն չեզոքություն իբրև թե Ռուսաստանը, չէ, գիտեք ոնց է, եթե ինքը տես բան է ասում, դրանից 2 օր առաջ ուղարկում է 10 տոննա հումանիտար բեր, որը ուղղված է ուկրաինացի վիրավորված զինվորների ապաքինմանը, եւ նաեւ կնոջն է ուղարկում, այսինքն կնոջն էլ մենք բան կանենք անդրադառնանք, այսինքն ինքը բուժում է ուկրաինացի զինվորներին, որպեսզի իրենք վերականգնվեն եւ գնան իր ռազմական դաշնակցի զինվորականին սպանեն։ Այս դեպքում պետք է ասել, որ դատապարտում է Ռուսաստանին կամ աջակցում է Ռուսաստանին։ Մյուս տարբերակները եկեք դիտարկենք, ինչու դառնալ կողմ։ Ինքը պետք է աջակցի, բայց քո ռազմավարական դաշնակ։ Բայց գիտեք ոնց է, մենք շատ հաճախ ասում եք ռազմավարական դաշնակիցն է պետք է աջակցի, ինքն էլ ասում է մենք շատ հաճախ հապկին դիմեցի ռազմավարական դաշնակիցը, ինձ չաջակցեց։ Հապկին ինքը եթե նորմալ դիմեր, նորմալ աջակցություն կներ։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ դիմել, Ռոբերտ Քոչարյանը դիմել, նորմալ աջակցել են, Ադրբեջանին համապատասխան պորտատեղադրումներ արել են, այնց են բան արել, որ Ադրբեջանը քիթա այս կողմից ընդհանրապես չեն մտցնում։ Հիմա տեսեք։ Մեր խնդիրը ո՞րն է։ Մենք մեզ նեյտրալ ենք պահում մեր դաշնակիցների հետ։ Հետո նույնիսկ ավելի ոչ նեյտրալ ենք պահում։ Հետո սպասում ենք իրանցից նույն վերաբերմունքը մեզանից, որ իրենք դաշնակցեն վերաբերվում ես։ Ինչի։ Այսինքն կոպիտ ասած։ Իսկ մենք մեզ նեյտրալ ենք պահում, որտեվ դաշնակիցն արդեն իրեն դաշնակցային կերպով չի դրսևորել։ Եթե դու Ղրիմը չես ճանաչում, կոպիտ ասած, դու ինչ սպասելիք ունես, որ քո դաշնակիցը պետք է Արցախը ճանաչի։ Չէ, ասում Արցախը ճանաչի, ասում է իր պայմանագրային պարտավորությունը Արցախում կատարեր։ Կատարում է։ Կատարում էր միջև այն ժամանակը, երբ որ Հայաստանը որոշեց, որ առանց զգուշացնելու, առանց բանանելու, ասեց, որ սա Ադրբեջանի տարածք է, իր միջանցքով, իր ԿՊՊ-ով բանի սահմաններին, հա, ասեց, սա ձերն է։ Որովհետև ադրբեջանցին գնում է ռուսին ասում է, «Էս իմն է»։ Իմ հոժար կամքով դու կամ ստեղ կգտնվես, կամ դեռ չես գտնվի։ Հիմա ես կորոշեմ, դու կմնաս մինչև 2025 թիվ, չես մնա, կշարժվես այս կամ այն կողմ, թե չես շարժվի։ Դե հիմա իրար հետ էլ որոշում որտեղ իմն ասում է, այս մարդը ռուս։ Այս մարդը ասել է, այս իմն է, դու ինչ ես բանանում։ Ռուսը ինչ էր ասում, ասում է։ Հիմա ով ում գցեց այստեղ։ Փաշինյանը Ռուսաստանին։ Հետո Ալիևը գցեց Արևմուտքին։ Ինչպես գցեց։ Ալիևը սպասեց մինչև Արևմուտքը Նիկոլին ականջներից քաշելով բերի հասնի Պրահա, ստիպի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, ասեց շնորհակալություն եւ ասեց ես կներես Արևմուտք ջան, իմ մոտ դեռ Ռուսաստան կա, ես չեմ կարող իր հետ հիմա կռիվ անեմ, ես չեմ կարող մինչև որ ձեր պահանջները անեմ, ես ոչ մի Հայաստանի տարածքային ամբողջականություն չեմ ճանաչում, ավելի շատ բան ունեմ, սպասելիքներ ունեմ, անկլավներ ունեմ ստանալու, ճանապարհը Զանգեզուրից Միջանցքը տվեք եւ այլն, այսինքն այսպիսի քաղաքականություն արեցին եւ ընդ որում շատ ավելի վատ է որ հերթական անգամ Հայաստանը այն ժամանակ որ աշխարհը սկսում է մի ուղղությամբ շարժվել Հայաստանը դուրս է գալիս եւ հակառակ ուղղությամբ սկսում շարժվել առանց հասկանալ որ իրավիճակը փոխվել հիմա Նիկոլ Փաշինյանին երբ կանչեցին Պրահա երբ որ Ռուսաստանը Խերսոնից դուրս եկավ վատ վիճակում չէր բայց Խերսոնից դուրս եկավ ու կարծում Խարկովի մարզից էլ դուրս եկավ Այստեղ իրան բան արեցին, համոզեցին Փաշինյանին, որ վերջ հեսա Ռուսաստանը մինչև Մոսկվա նահանջելու է եւ Ռուսաստանի փոխարեն լինելու է մեծ Ուկրաինա, արի դու ես ռուսին թող վազելով արի մեր մոտ, եկավ արեց, հիմա իրավիճակը փոխվել, հակառակ ուկրաինական հակառակումը բնում խեղդվեց, այսպես ասենք, հիմա Ռուսաստանը նախաձեռնություններ վերցրել է, գնում է այդ ուղղությամբ, ընդ որում աշխարհն էլ բոլոր բաներին Ուկրաինային օգնությունը կտրում է, ԱՄՆ-ն չի ուզում էլ օգնություն տա, ջարդում են Եվրոպական միության վրա, Եվրոպական միությունն էլ չի կարողանում ապահովել ռեսուրսը Ուկրաինայի համար, հա, Թրամփի ընտրությունները հիմա պետք է լինեն իրավիճակը փոխվում, այսինքն յուրաքանչյուր ուկրաինական անհաջող բան, իրավիճակ Բայդենի ռեյտինգի վրա ազդելու է Ռուսաստանում ընտրությունը, Ադրբեջանում եղավ ընտրությունը, այսինքն աշխարհը ինչ-որ բան է փոխվել, այս իր բանով գնում է, գիտեք, ոնց որ զոմբի դեպի բան պոեզդին ընթառաջ պոեզդը ուղղությունը փոխել է տեսեք մի անգամ ինքը վստահեց արևմուտքին այն արևմուտքին որն ասում էր մեզ համար կարմիր գիծ է Արցախում ապրողների իրավունքն ու անվտանգությունը խախտվեց պատասխան չկա մի անգամ վստահեց տեսավ որ ինչ խոստանում են չեն կատարում հիմա ինչու է գնում ընթառաջ արևմուտքին
որովհետև իրան բերել են որոշակի բանի համար, ինքը այդ պլանը կատարում է, իր այսպես ասենք, տգիտությունը կամ չգիտեմ ոնց նկարագրեմ, ինքը չի տեսնում, որ դուրսը բանա փոխված։ Իր արժև դրել են, ասել են, այս 10 քայլը պետք է անես։ Ինքը քայլերը անում, արևմուտք ասում են, ես քո այդ ռազմական բան չեմ սարքելու։ Ասում է, չնայած Ադրբեջանը մեր այդ խաղաղ ձևով չի բան խոսում, ես մեկը խաղաղության օրակարգն եմ գնում։ Այսինքն, գիտեք, այն լարովի զոմբիներից է։ Որ ասել են, այս կետից պետք է գնաս, այս կետ ուշադրություն մի դարձրել։ Դուք ինչ եք ուզում, որ ասի գնում են պատերազմի օրակարգով։ Ինքը այսպես աշխարհական գնացքով մի պահ գնաց, հա, այստեղ ուկրաինական հակահարձակումը չստացվեց, այդ գնացքը այսեն շուռ է եկել, ինքը քանց թե շուռ գայելի գնացքին համընթաց գնա, վնաս չտա իր երկրին, ինքը ասենց ուղիղ դեպի գնացք գնում։ Էս է իր խնդիրը, չի հասկանում, որ ստոպ տուր։ Մի հատ տես ինչ է կատարվում։ Ուկրաինացիներին չեն կարողանում օգնել։ Ամբողջ աշխարհը Ուկրաինայի մեջ, ամբողջ այսպես ասած անգլոսաքսոնական աշխարհը Ուկրաինայի մեջքի կանգնած չստացվեց։ Ռուսաստանը չփշրվեց, Ռուսաստանը հիմնահատակ չփլվեց, այսինքն Ռուսաստանը արդեն կարողանում է ինքնաբավ երկիր է դառել, սանկցիաները իր վրա չհասցրեց, այսինքն ինչ որ բան է փոխվել։ Ունի շրջվելու, գուցե այլևս տեղ չունի շրջվելու, պարոն Քոչարյան։ Դե չեն թողում շրջվի, որովհետև վերցնում են ասում են, դե եթե դու մեզ հավատարիմ ես, գնա մի հատ Զելենսկու ճակատը պաչի, մի հատ անային ասա պլանշետներ ուղարկի, մինչ այլս պլանշետ է նվիրում, ասում են վայ հումանիտար բերե, բայց նույն պլանշետով կարաս դաս անես երեխայդ, նույն պլանշետով կարաս անօթաչու սակ բարձրացնես վերև, այսինքն երկակի նշանակության բան։ Այսինքն այս մարդը իրականության զգացումը կորցրել է, ոնց որ ժամանակին Սաակաշվիլին էր կորցրել, ոնց որ ձեզ է ասում, որ դուք եք իրականության զգացողությունը։ Ընդդիմությանը, որտեղ ասում է Վրաստանի տեխնացության հարցով, տարածաշրջանում իրավիճակը փոխվել է եւ Եվրամիությունը արդեն իսկ Հայաստանում է եւ իրականության զգացողությունը կորցրել են այն մարդիկ, որոնք դա չեն ընդունում։ Վրաստանը, գիտեք, Եվրամիության տեխնացու է, որի տեխնացուն եղել է Թուրքիան 70-ական թվականներից, հա, այսինքն ինչ Վրաստանը հիմա շատ ավելի խելացի է իրան պահում, հա, հասկանում որ աշխարհում բանը փոխվում, հա, ոչ գվում է, ոչ բվում է, ոչ սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ, ոչ դուրս է գալիս ինչ որ բարձրաձայն բաներ անում հակառուսական, հա, մենակ էս անգատ ինչ որ կադաստրի թղթեր է հավաքում, էլի։ Մի հատ ես օրինակ ձեզ խորհուրդ կտամ, մի հատ հետաքրքրվել ինքը Վրաստանում միջապայմանն են վրացիները մեր սահմանային գյուղերի եւ արոտավայրերի մասով, շատ հետաքրքիր, ինձ թվում է այնտեղ էլ ինչ որ զիջումներ արել։ Այսինքն Այս մարդը գնում ամենտեղից ինչ որ կադաստրի թուղթ է հավաքում, իրան թուղթը տալիս են, ինքը այդ թուղթը վազելով գալիս առանց հասկանալու, որ թուղթը առանց որոշակի գարանտիաների առ ոչինչ է։ Եվ հիմա այս մարդը տանում է երկիրը դեպի կործանում, հա, այս մարդը որոշել է ամենանեղ բան Ռուսաստանի թշնամանալ։ Ինքը մտածում է քայլը կգնահատվի, բայց տեսեք, էլի դուք ենթադրենք ինչ որ վեճի մեջ է, կռվի մեջ եք, դուք տեսնում եք, որ տվյալ մարդու ընկերը ամենաթեժ պահին իր անգերոջը գցում է, գալիս է քոմոդ։ Դուք այդ մարդը գցել, որ գցած լիներ պետք է հապկից դուրս գար, պետք է ԵԱՏՄ-ից դուրս գար, չի գցել։ Ես ասենց ասում եմ, գնալ Զելենսկուի հետ պաչպրոշտի անել եւ ինչ որ օգնություն անել, շատ ավելի բան վատ է, հա, կամ հայտարարել, որ Ուկրաինայի հարցում ենք դաշնակից, բայց որ հարցով ես դու դաշնակից։ Եվրասիական տնտեսական միության մեջ։ Այնտեղ որտեղ կա տնտեսական շահ, այնտեղ եմ, հա։ Այսինքն հանուն փողի այդ ով ինչ որ բան է անում, սիրում է այդ, չասեմ էլի, որ մասնագիտությունն է էլի, հա, բայց դա ստացվում։ Այսինքն դու մենակ հանուն փողի ես ռուսին սիրում, դե ուրեմն ռուսը քո հետ ինչ կուզենա, տենց էլ կվերաբերվի։ Դու ռուսից հետո ինչ ես մունատ կան։ Դե ասում եմ, չենք թողնի ռուսը ինչ ուզի մեզ հետ անի, դրա համար մենք դեպի Ֆրանսիա, դեպի Եվրամիություն, Հնդկաստան ռազմավարական համագործակցության պայմանագրեր ենք կնքել։ Բարի ճանապարհ, եթե մենք մինչև հատկապես Փաշինյանը չի հասկանում, որ Մոնղոլիա չեն, Կիրիբատի կղզի չեն, կալ տարածաշրջանում ենք, որտեղից ռուսը չի դուրս գալու։ Հա, այդ արդեն խնդրեմ է, ու շատ մեծ խնդրեմ է, որ իր շրջապատը հասկանալով ինքը ինչ է անում, հատկապես խոսքը սուժայիների մասին է, էշիականջով քնած են, ոնց որ էշիականջով քնել են Ղարաբաղի գեներալները եւ ուժայինները, որ հիմա 1000 անգամ ինձ բացատրվեց եւ ասվեց, որ եթե Արցախը չլինի, դուք լինեք ոչ մի բան, ձեր մարտական խաչերը Հայաստանում չի անցնելու։ Այս չես խոսում եւ այլն, ուր են։ Գիտեք, իրենց լռությունը պայմանավորում են կառավարությունից ստացած ազդակներով, ըստ որի եթե իրենք խոսեն եւ եթե Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, այս անգամ մեղավոր կլինեն Հայաստան տեղահանված արցախցիները։ Դեք ոնց է, եթե այնպես շարունակվում, ինչպես շարունակվում է, Հայաստանում գտնվող բռնագաղթված արցախցիները եւս մեկ անգամ են բռնագաղթվել, արդեն բոլորս ենք բռնագաղթվելու, հա, այսինքն
Տեսեք, նույնիսկ Խումարյան Գարեգին իմ կողմից շատ հարգված մարդ է, ինքը ի վերջո հասկացավ ինչա կատարվում, հա, ինքը իր բաց նամակում, հետաքրքիր նամակ էր բավականին, մի քիչ ուշացած, բայց ամեն դեպքում էլի ինքը ասաց, ես առաջ կարող եմ մտածել, որ սա միգուցե ինչ որ խաղ է, մանևրի, իմիտացիա է, ես իմ, բայց չէ էլի, բարձ իրոք գցում է, իրոք հայկականությունը ոչնչացնում է եւ այլն, էլի։ Հիմա այս մարդիկ են, եթե այս գուշավորությունը, հա, զգուշավորությամբ իրենք կորցրեցին Արցախը, այս գուշավորությամբ զեն չանելով, խոսքը գնում է ոչ միայն արցախցիների մասին, բոլորի մասին, էլի բռնագաղթի ճանապարհ են բռնելու։ Ես չեմ տեսնում որևէ այսպես արգելակող բան, որը կարող է բացի Փաշինյանին իշխանությունից զրկելուց, ընդհանրապես մի հատ Փաշինյան Նիկոլուցյանը իշխանությունից զրկելու, որևէ փոփոխություն չի լինի։ Սա է էլի, եթե մարդիկ ժամանակին մտածում են, թե Ղարաբաղում լույսը անջատում է, այստեղ չի անջատվելու, չէ, 88 թվականների մասին, 90-ականների, չէ, այնտեղ անջատվեց, այստեղ էլ անջատվեց։ Այսինքն, եթե այնտեղ ինչ որ բան է լինում, եթե դու մտածում ես, որ կարող ես քո մարմնից ինչ որ մաս կտրես ու շպրտես ու դու կդառնաս լիարժեք, տենց չի, եթե դու շենքիդ հիմքը քանդում ես Արցախը, հա ու մտածում ես, որ վերևի 9-րդ հարգում դու լավ կապրես, դու լավ չես ապրի։ Մի հարցի եմ ուզում անդրադառնալ դարձյալ բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցից, երբ լրագրողը հարցրեց, երբ Պուտինը այցելի Հայաստան կձերբակալեք նրան, Փաշինյանը սկսեց, ես չեմ ձերբակալողը, դա իրավապահ մարմինների որոշումն է։ Ստացվում է Պուտինը գա Հայաստան կձերբակալվի, թե ոչ, հարցական է մնում։ Հարգիչի քյարամանն է որոշելու։ Եվ Ալիևի նկատմամբ որևէ գործողություն հղում անելով Հռոմի ստատուտին իրենք կանեն թե ոչ, դարձյալ հարցական է մնում, որտեղ ազգային ժողովում ընդդիմադիր падգամավորն ասաց Ալիևի նկատմամբ որևէ գործընթաց սկսելու եք թե ոչ, դարձյալ տրվեց ոչինչ չասող պատասխան։ Բա ինչ ընդունեցին այս դեպքում։ Ուրիշ բաներով իրանք եղանակներով ասում են, որ սա հիմնականում ուղղված է Ալիևին պատժելու համար։ Բայց որևէ քայլ չեն արել այդ ուղղությամբ։ Բայց ինքը երեք, նույն Փաշինյանը երեք ասում էր, որ ես ինչքան գիտեմ, երկրի նախագահները ունեն անձեռնամխելիության եւ այլն, բայց Պուտինի վրա էր ասում, բայց Ալիևն էլ է երկրի նախագահ։ Այսինքն էլի ինքը իրան հանկաճառեց։ Ինչ է նշանակում, ես ասում եմ Հայաստանում որոշումները չեմ ընդունում։ Կներես էլի, բա Խաչատուրովին նստացնելու որոշումով էր ընդունում կամ Արմեն Աշոտյանին կալանավորելու որոշումով կամ Ռոբերտ Քոչարյանի հրամանով էր տալիս, բոլորս այդ ավազը ձայնագրությունները լսում ենք, կամ հիմա ինչ է կատարվում դատարական բաների հետ, այս վերջի խայտարակ վիդեոն BDԽ-ի տեսանյութ։ Այսինքն ու մենք ուզում ենք բան անենք, որ ինքը չի բան անում։ Ես Պուտինի տեղը լինեի, ես այնտեղ երկու հոգի են, չէ՞, այդ բան դատարանը, միջազգային դատարանով բան Պուտինը, մեկ էլ Մարիա Բելովան երեխաների պաշտպանը, իրավունքների պաշտպանը։ Ես Բելովին կուղարկեի Հայաստան։ Փորձելու համար։ Հա, մի հատ փորձենք, նայենք ոնց են բռնում։ Շատ հետաքրքիր կլիներ, էլի։ Ուղղակի այդքան է զզվել երևի սրանից, էլի, որ ինձ երևի հավեսել չունի։ Ես էլ եմ ասում, նայեք, խնդիրը որն է։ Ճակատագրական պահին մեծ կռվի ժամանակ դու քո դաշնակցին իրավունք չունես գցես։ Դաշնակից է ինձ գցել։ Դա օրենք է։ Ամեն ինչ եկել է նրանից, որ դաշնակից է ինձ գցել, ես չեմ գցել։ Արցախում հայեր չեն ապրում, դաշնակից է ինձ գցել։ Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, օկուպացրել են Հայաստանի տարածքը, դաշնակից է ինձ գցել։ Դաշնակից է առաջինը արել։ Շատ լավ բան ասեք, բայց Արանքում ինչ որ բան կա, գիտեք, որը կոչվում է հայկական բանակ, Հայաստանի բանակ, Հայաստանի իշխանություն, հա, այդ Արանքում մինչև դաշնակցի գցելը ինչ որ մի հատ պատնեշ, ինչ որ մի հատ դիմադրություն պետք է լիներ։ Այսինքն, եթե դու գնում ես եւ ասում ես, «Էս մարդիկ, էս իրանց Ստեփանակերտով, Մարտակերտով, էս սահմաններով, դիրքերով, զորքերով Ադրբեջանինն է»։ Դե դաշնակիցն է այդքան բանաս։ Դաշնակիցն են մինչև այդ ասում է ժողով։ Եկեք մենք խաղաղապահներին անժամկետ տեղավորենք, ստատուսներ քննարկենք եսիմ երբ։ Հա, երբ որ այս ամեն ինչը բան լինի։ Դաշնակիցի Խովայևի պլանն է։ Այլ ուրիշ փաստաթուղթ բան չկար սեղանին։ Ինչ որ Հայաստան կանգնում ասում դու ոչ մի բան ես Ռուսաստան։ Հասկանաք, նույնիսկ վիրավոր ծանր Ռուսաստանը պարտվող, հա, ինքը այդքանով կարող է Հայաստանի վատություն անել ի պատասխան, հա, որ Հայաստանը ընդհանրապես կվերանա։ Ու խոսքը գնում է ոչ միայն Ռուսաստանի, բոլոր մեծ խոշոր երկրներ, որոնց հետ դու քո ոտքերը քո վերմակով չես կարող մեկնել, դու պետք է հասկանաս ոնց իրենց հետ վարվես։ Խոսքը Իրանի մասին է, Թուրքիայի մասին է, Արևմուտքի մասին է, դու եթե չես կարողանում, դու ուր ես դուրս գալիս, ինչ որ եթե պատասխան չես կարող մտալ, խես հայհոյում, խես վատություն անում։ Եվ այո, Ռուսաստանի
հետ կապված է բավականին շատ հարցեր կան, հա, բայց մենք միշտ սա գիտեք հետաքրքիր տրամաբանություն է, որը գործում է բավականին երկար։ Օրինակ մարդը ուզում է, չգիտեմ, օրինակը բերել եմ ձեր մոտ թե չէ, մարդը ուզում է իր գյուղացիներին ասի, որ արջը շատ ված կենդանի է, մեզ մենակ վնաս է բերում։ Ասում են չենք հավատում, արջը իր համար անտառում ֆրֆռնում է։ Մի բզբզի։ Ասում են, չէ, արջը մեր դեմ տրամադրված է, այսպես դες կապացում։ Գնում արջի բունի մոտ, քարմարը շպրտում, արտնասնում է, փայտ մայտ է խփում, արջը այդտեղից վազում է, այսի գալիս է գյուղ արջը գյուղում ավերածություններ անում, ասում տեսակ ես ասում եմ, որ արջը վատն է։ Հիմա մեր մոտ շատ հաճախ էլի արջի հետ կապված այն դեմի մասը փայտով խփել, քարով խփել արջի դուրս է գալիս։ Ու ասում են, հա, արջը մեզ գցեց, արջը մեզ խափեց, արջը մեզ վատություն։ Մինչև է դու ինչ 2018 թվականից դու ինչ ես արել արջի հետ։ Դու արջի ռեպուտացիոն հարված ես հասցրել, հա, Յուրի Խաչատուրին փորձել ես կանոնավորել, դու արջի ընկերոջը բանտարկել ես, հա, դու արջի սեփականության վրա մասկի շոու ես արել յուկաժդեում, հա, դու արջի դեմ հակաարջային քարոզչություն ես արել քո բոլոր պետական ալիքներով, դու Ղարաբաղում հակաարջային բաներ ես կազմակերպել, այսինքն ու հետո երբ որ արջը չի պատասխանում կամ չի օգնում, հա, կամ ինչ որ ձևի թաթալոշիա։ Չէ, ոչ թե չի օգնում, այլ հակառակը Ադրբեջանի հետ է գնում գործարքի։ Ասես վայ, բաում հետ գնա։ Իմ ռազմավարական դաշնակիցը գնա թշնամուս հետ գործարքի, պարոն Քոչարյան։ Քո ռազմավարական դաշնակիցը ինքը տեսնում է, որ դու Ալիևի սպասարկողն ես։ Հա, Էրդողանի սպասարկողն ես, ինքը ում հետ շփվի։ Ինքը եթե ինչ որ հարց է ուզում լուծել, տարածաշրջանում ինքը արդեն տիրոջը հետ է հարց լուծելու, ոչ թե քո հետ։ Հայաստանը ինչով էր հետաքրքիր աշխարհին։ Իր հակաթուրքականությամբ եւ իր Արցախով։ Հա, մեկ էլ աշխարհագրական դիրքով։ Հիմա այդ երեքից Արցախը չկա, հակաթուրքականությունը չկա, այս հյուսիս հարավի գլխին էլ ինչ որ օրեններ են սարքում պարսիկներին են տրամադրում մեր դեմ, հա, այսինքն դու ոչ մի բանի հետ, ոչ միայն Ռուսաստանը, բոլոր երկրները, Չինաստանը, Իրանը, այլ խոշոր երկրներ իրենք փորձել են Թուրքիայի, Ադրբեջանի հետ խոսալ ու Ռուսաստանի հետ խոսալ։ Ռուսաստանը ինչ է ասում, ասում է այս 3+3-ը կա, եկեք սահմանափակենք այդտեղ, մենք Իրանը, Թուրքիան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, մենք մեր մեջ մեր հարցերը լուծենք, այդ արևմուտքի մուծիլովկեքից, սադրակներից, բաներից հեռու մնանք։ Սա ոչ մի բանի լավ բանի չի բերում։ Չէ, ինչու հեռու մնանք, Հայաստանին արևմուտքը դրամաշնորհներ է տալիս, փող է տալիս, դիտորդներ է ուղարկում, ինչու Հայաստանը զրկվի նաև դրանից, ինչ ռուսներին դա դուրս չի գալիս, բան Արևմուտքը Հայաստանին ինչ է անում, արևմուտքը Հայաստանին քսի է տալիս Ռուսի դեմ, հա, ինչպես Սաակաշվիլին քսի տվեցին Ռուսի դեմ, ասին գնա հարավային Օսետիան վեկալ, տերինք։ Հարիվ գնաց, հարավային Օսետիա ոչ թե վերս է տալ կորցրեց, մի հատ էլ Աբխազիան վերադիր կորցրեց ու մի հատ էլ բան ռուսները այդ Թիվլիս Բաթում ճանապարհի վրա են կանգնած, հասել են միջև Մատույցներ ու նոր արևմուտքը վազելով Սարկոզին եկավ, ասեց վայ, այս ինչ բան բան եղավ էլի։ Այսինքն Պուտինը իր հարցազրույցում ասեց արևմուտքը սա այդ խափում է։ Արևմուտքը Յանուկովիչին խափեց, հա, Յանուկովիչին ասեց հեսա խաղաղ բան կգնանք մի հատ հազար նոր ընտրություններ կանենք, դու մենակ ուժային բաներ մի արա, այս մարդը մի քիչ հետ քաշվեց, Մայդանը Սարգսյանին Յանուկովիչին հանեցին, պայմանավորվեցին Ստամբուլում պայմանավորություններ արեցին Ռուսաստանը, որ նեոնացիզմ արկելվել է Ուկրաինայում, Ռուսաստանը բարի կամքի դրսևորեց Կիևից հանեց զորքերը, Կիևի տակից բան, Ջոնսոնը եկավ, ասեց չէ, պետք է պատերազմը շարունակեք։ Իմիջայլոց երեք ինքը հարցազրույց էր տալիս, այլ բան էր տալիս, աջոտ էր տալիս բրիտանացիներին, հենց պատական չի ընտրված հենց Տելեգրաֆը, հա, որ Տելեգրաֆը համարվում է կոնսերվատորների, այսպես ասենք, լրատվամիջոց եւ ինքը տորիգրաֆ են ասում, եթե ես չեմ սխալվում Տելեգրաֆի տեղը, եւ ինքը աջոտ էր տալիս բրիտանացին ինքը ինչ է անել, հա, որովհետեւ նայեք, արևմուտքը Ռուսաստան չի, Ռուսաստանը շատ դեպքերին շատ մեծահոգաբար է որոշակի ժամանակ, հա, Ռուսի համբերատարությունը բավական երկար է տևում, հա, հետո անցնում է կացնային ձևերի եւ այնտեղ թողու փախի, հա։ Արևմուտքը այդպիսի համբերություն չունի։ Եթե դու գալիս ես արևմուտքին ասում ես ես արևմտամետ եմ, ինքը ասում է դե ապացուցի։ Ասում ես ինչ պետք է անեմ, ասես գնում ես բան, Զելենսկու ճակատն ես պատճում, հա, կամ վերցնում ես հումանիտար բեռ ես օգտագործում, կիսառազմական նշանակությամբ տալիս ես, կամ Ալեն Սիմոնյանը պետք է գնա Մալտա մի ֆորումի, որտեղ հիմնական նպատակը Պուտինի նկատմամբ ռազմական տրիբունալ բանը ստեղծելն է, էլի։ Այսինքն ինքը անընդհատ արևմուտքը պահանջում է հավատարմության
ապացույցներ։ Երեք ինչ ասաց, երբ ասաց Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չի քննարկում։ Երեք ինքը ասաց առաջինը, որ մենք ինչքան Եվրոպան մեզ մոտ թողի, այդքան մենք կմոտենանք։ Եվ հետո երեք ինքը ասաց, որ իր տողատակերը, որ ոչ բլոկային ստատուսով Հայաստան ինքը տեսնում, այսինքն դանդաղ արտասահմանյան Ռուսաստանից հեռանալ, հա, եւ արդեն հետո ինքը հիմա չի կանգնի ասի ՆԱՏՕ-ի մտնելու։ Չի կարելի ինքը ասի։ Բայց ինքը նաեւ անընդհատ ցույց է տալիս, որ Ռուսաստանը այլևս Հայաստանի անվտանգությունը ապահովող երկիր չէ, եւ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր եսի մինչեր։ Այդ դիվերսիֆիկացումը ելի եմ ասում, եթե սա լիներ 2010 թվականին, 2004 թվականին, չգիտեմ, 1997 թվականին, 1975 թվականին վերջը, հա, սա ուրիշ բան կլիներ, բայց ոչ բլոկայինը մեր տարածաշրջանում կենսունակ է թե ոչ։ Ոչ բլոկային լինել այս տարածաշրջանում։ Հիմա բոլոր երկրները ինչ որ բլոկի մեջ են։ Ոչ բլոկային երկիր չկա, ոչ բլոկային երկիր եթե լինի, ինքը ուղղակի չի լինելու։ Այսինքն մարդիկ կամ դեպի արևմուտք են գնում, կամ դեպի Ռուսաստան, Չինաստան են գնում։ Այս է ազդեցությունը։ Մենք կարող ենք տեսնել ընդհանուր նույն Աֆրիկան ոնց է կտոր բաժանվում արդեն բոլորի մեջ, հա։ Ներկա պահին, եթե դու խոշոր ոչ բլոկային երկիր կարող է լինի ընդհանուր Կանադա, բայց ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, Բրազիլիան, բայց ինքը BRICS-ի անդամ է, հա, այսինքն խոշոր պետություններն են բլոկերի մեջ մտնում, որովհետև հասկանում են, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Իսկ դու ելի եմ ասում, եթե սա լիներ ինչ որ ժամանակ, ես կասեի համալաձես, մեզ պետքա ընդհանուր ժամանակին Հայաստանը, որ փորձում էր եւ Քոչարյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ դիվերսիֆիկացնել, կոմպլեմենտարիզմով զբաղվել, բայց հիմա վերջացել է կոմպլեմենտարիզմը, հիմա պատերազմն է, հիմա Ուկրաինայում երրորդ համաշխարհային պատերազմը համարյա գտնում։ Եվ դու չես կարող այդ բային ասես Ռուսաստան դա սվիդանի, ես գնացի Եվրոպա, Եվրանից ուր ես գալիս։ Սա մի հատ վատ անեկդոտ կա, որ բայց պետք է պատմեմ, էլի։ Այդ Դեվի 3 գլուխ, հա, երկուսը իրար հետ են խոսում, ասում են երրորդը հարբում անընդհատ, ասում են մեզ ինչ։ Ասում եմ դա ինքը մենակով հարբում, բայց որ սիրտը խառնում է 3-ս ենք հետ տալիս էլի, այսինքն սա ինչ որ բաներ է անում, հա, իր տերերի կամքով պահանջարկով, բայց դժում է ամբողջ հայ ժողովուրդը։ Սահմանադրությունը փոխելը եւս տերերին տրված խոստումների բավարարում է թե ոչ։ Սա տերերի խոստում չի տրված, սա տերերի պահանջն է։ Տերը կանգնեց, ասեց, պետք է սահմանադրությունը փոխել։ Ալիև, բայց Ալիևի մեջքին այդ ժամանակ բանն է։ Ալիևը տեսեք ինչ անում, Ալիևը հասկացել է, որ քանի սրանք ինչ որ բաների մեջ են, ես սրանից ինչքան մաքսիմալ կարողանում եմ փոխեմ։ Ալիևը հասկացավ, որ Արևմուտքը Արցախը պատրաստ է տալ։ Ֆրենկ Փոլոնեն կանգնեց, չէ՞, սկզբից ասեց, որ մշակութային ինքնավարության համար պետք է պայքարենք։ Մեր սիրելի Մակրոնը, որ հայերեն ստատուսներ է գրում հուզակակաշ բան տենց ինչ-որ արտահայտներ ու արդյունքաբեր բաներ, այս մարդը քավորությամբ չէ գնա Պրահան տեղի ունեցավ։ Ինքը չէ Փաշինյանին բերեց, ասեց բան ճանաչի Ադրբեջանի կազմում։ Հիմա ինչի համար ինքը պայքարում։ Ինքը այս մարդիկ իրանց համար ապրում են իրանց կիսաանկախ երկրում, որոշեցին, որ դուք այլևս Ադրբեջանի քաղաքացիներ եք։ Հետո մի հատ էլ Ադրբեջանին ասեն, Ադրբեջանից դες հարցակվում, դե հարցակվի։ Այս մարդիկ ֆռացին ասին միգուցե Հայաստանը մեզ օգնի, Հայաստանը դուրս է գալիս ձեռքերը գրպանում Նիկոլա Շևչովասյանը, ասում է ձեզ ոչ մի բանը չեմ օգնի։ Իդեպ սահմանադրության հետ կապված Արամ Զավենի Սարգսյանը, որը գիտեք այդ արտախորհրդարանական ձևաչափի անդամ է, պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, օրերս Ազատության եթերում ասաց, որ հավանաբար աշնանը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ հետը։ Սա Փաշինյանի կողմից հրահանգված եւ դաշտ նետվող թեզ է քաղաքական ուժերին դրան պատրաստելու թե ոչ։ Արամ Զավենովն քշում է այլ կառույցներ, հա, ի տարբերություն Փաշինյանի եւ ինքը նաեւ դիտարկվում է, ինչպես նաեւ Արմեն Գրիգորյանը, որպես փոխարինող Արևմուտքի կողմից, հա, բավականին այս ակտիվ աշխատանք է կատարում ինքը եւ նաեւ իր հայտնվելը քաղաքապետարանում այլ նպատակների հետ անվանում, այսինքն պետք է ֆիքսել արդեն այդ կուսակցությունը որպես մի կուսակցություն, որը կարողանում է անցողի շեմը արդեն հաղթահարել։ Սա Արևմուտքի կուսակցությունն է եւ սա Արևմուտքի եւս մեկ լծակն է Փաշինյանին, եթե ինքը որոշի ինչ-որ վախից հետ կանգնի, ինչ-որ հետ ճանապարհից, դրանով ճնշել։ Իմ կարծիքով փորձվելու են այնպես անել, որ ԿՊ-ն այլևս մեծամասնություն չհավաքի, այլ կոալիցիա հավաքի այդ կուսակցության հետ համատեղ եւ ընդհանրենք ավելի փոքր Բաբաջանյան, չգիտեմ, Էլովկան, Շիրենյան, Միրինյան դրանցով բան անել, որպեսզի յուրաքանչյուր բան Նիկոլ Փաշինյանի գլխին մի հատ մահակ ունենան, որ շատ ավելի արագ կատարի իրենց պահանջները։
Արամ Սարգսյանի ֆենոմենը ինձ համար անհասկանալի է, հա, ինձ համար անհասկանալի է մի ընտանիքից ոնց կարող են այսպիսի տարբեր կերպարներ դուրս գալ եւ նաեւ ինձ համար անհասկանալի է, որ Արամ Զավենի Սարգսյանին հարում են նաև որոշակի ուժեր, որոնք այսպես թե այնպես կապված են նախկինների հետ։ Կգնա իրապես Փաշինյանը նման ռիսկի գնալ ընտրության եւ հանրակրվեի, որովհետեւ ըստ սոցիոլոգիական հարցումների նրա վարկանիշը անընդհատ անկում է ապրում։ Անընդհատ։ Ով է իրեն հարցնում, կգնա թե չէ։ Փաշինյանին պետք չի գնալ, եթե զուտ Փաշին, եթե նայենք դրսի խաղացողներից դուրս, իրեն պետք չի գնալ, ինչ է չունի։ Դե խորհրդարանում մեծամասնություն ունի, ուժայինները իրանն են, ֆինանսական լծակները իրանն են, ամեն ինչ տերուտ իրականն է, ընդդիմությունը կիսա հասկանալի վիճակում է, հա, Ղարաբաղցիները բողոքելու փոխարեն 40+10-ի համար են հիմնականում մտածում, հա, ինչ ուզում անում է, մարսում է։ Այսինքն այդ վիճակով էլի Ռուսիա ասած դաբրադաբրանիշը ինչի պետք է գնային արտահերտի։ Արտահերտի ինքը գնում է զուտ դրսի խաղացողների պահանջով, Ալիևի պահանջով եւ Արևմուտքի պահանջով։ Ալիևի պահանջով ինքը փոխելու է, հանելու է Ալիևին ջղայնացնող դրույթները, հա, այսպես ասած թաղելով երրորդ հանրապետությունը, Արևմուտքի պահանջով ինքը փորձելու է ձևավորի նոր իշխանություն, որտեղ Արևմուտքի բաժինը կլինի մաքսիմալը ներկա պահի նույնիսկ ԿՊ-ն ինքը ամբողջապես արևմտամեջ չի։ ԿՊ-ում կա փողի ֆրակցիա, հա, մենք շատ լավ գիտենք այդ մարդիկ ովքեր են, եւ ընդհանրապես փողի ֆրակցիայի մարկանց բզբզեց վերջերս Փաշինյանն էլ, որ ցույց տա, որ մի թփրտացեք։ Իսկ փողի ֆրակցիան ինքը այսօր արևմտամետ է, վաղը թրքամետ է, մյուսը ռուսամետ է, այսօր պարսկամետ է, այսօր չգիտեմ ինչա մետ է, այսինքն եւ դա արևմուտքին չի բավարարում, որովհետեւ պետք է այդ փողի ֆրակցիայից ազատվել, նոր արևմտամետերը արդեն փողը ձեռները են գելա որոշակի բաներ աշխատել են, ձևավորել նոր կոալիցիա, որ շատ ավելի արագ տեմպերով բան անել, որովհետև էլ եմ ասում ԿՊ-ական փողի ֆրակցիան ինքը կարող է տհաճ սուրպրիզներ մատուցի նույն Փաշինյանին, նույն Արևմուտքին։ Դա է պետք է իրանց եւ Հայաստանում որևէ փոփոխության բերելը բացարձակապես դրսի խաղացողների շահերից է։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս Տիգրան Քոչարյանն էր, ցտեսություն։